Ողջույն սիրելի բարեկամներ, արդեն ավանդույթ է դարձել, որ դուք տեսնում եք Տեր Տիրատունին եւ լրագրող Նարինեին, այսինքն ինձ եւ Բադեն-Վյուրտեմբերգի հոգեվոր հորը Տեր Տիրատուր Սարդարյանին, եւ մենք շարունակում ենք պատվիրանների մասին խոսել։ Այսօր փոքրիկ անակնկալ եմ պատրաստել, քանի որ լրագրող եմ, չէ՞։ Ուրեմն Տեր հայր, նախ բարև ձեզ։ Բարև ձեզ, Աստված օրհնի բոլորիդ։ Աստված օրհնի, այո, ես պետք է կներեք ասեի ու մոռացա, շփոթվեցի, որովհետև շատ կարևոր գիրք եմ բերել մեր դիտողներին, Վազգեն Առաջինի կողմից նվիրված լրագրողների, Աստվածաշունչ։ Եվ անցած անգամ, որ ասացի աուդիո, ուրեմն Աստվածաշունչը որտեղ հղումը կա, ճիշտ ասած, այդպես էլ չկարողացա գտնեմ, որն է նորմալ եւ կա չգտա։ Եվ ուզում եմ, որ մենք ընթերցենք այսօր հերթական պատվիրանը, հենց մի քիչ ցույց տամ, թե ինչ գիրք է եւ մենք ուրեմն սա կոնկրետ ամուսնուս են նվիրել, ինքն էլ է լրագրության բաժնում եղել եւ այն ժամանակ նոր էր 90-ական թվերներ եւ համատարած անաստվածության սովետիզացիայից հետո սա մի մեծ նվեր էր, այսինքն սա մեր տան նաև սրբությունն է եւ հիշողությունն է մեր շատ սիրելի Վազգեն Առաջինի։ Եվ այսօր մեր պատվիրաններից է սպանություն մի անիր, այսպես է գրված այս Աստվածաշնչում։ Տեր հայր, այնքան ծավալուն պատվիրան է, այսինքն մենք պատերազմող երկիր ենք եւ դրա համար է երևի ծավալում, բայց մեր կյանքում ամեն մեկս պետք է ձգտենք քրիստոնեությունը ինչ է ասում, որ մի սպանիր, այսինքն ամենավատ բանը, որ դու կարող ես անել քո կյանքում, սպանել։ Եվ ոնց կմեկնաբանեք, ինչ խորհուրդ կտաք, ինչպես կմեկնաբանեք այ պատերազմական իրավիճակում։ Հետո մյուս թեմաներից եք խոսենք։ Շատ լավ, Նարինե ջան, 6-րդ պատվիրանը մի սպանիր, ինքը նախ եւ առաջ կյանքի մասին է։ Ինչպես ենք մենք վերաբերվում կյանքին։ Ինչ է դա։ Աստվածային շնորհ, թե ուղղակի ինչ-որ մի բան, որ այսպես թե այնպես անհասկանալի պատճառներով կա եւ մենք ապրում ենք, չգիտենք ինչու։ Այդ մեր վերաբերմունքից շատ բան է կախված։ Եթե անդրադառնանք, թե ինչու են այս պատվիրանները 5 կտակարանից մինչև այսօր մեր կյանքում ոչ միայն եկեղեցական, այլ նաև եկեղեցուց դուրս կարգերի կանոնների մեջ կարևոր, սա մարդկային կյանքը հեշտացնելու, ամենագլխավոր երևի բանալիներից մեկն է, որով մենք կարողանում ենք այնպես անել, որ յուրաքանչյուրի կյանքը հարգված լինի։ Պատվիրանը ինքը, ճիշտ ասացիք, շատ ծավալուն է, որովհետև ասում է մի սպանիր, բայց չի ասում որ դեպքում ում մի սպանիր մարդկանց, մի սպանիր հավատացյալներին, մի սպանիր կենդանիներին, թե ընդհանրապես ոչ մի բան մի սպանիր։ Երբ մենք այսօր զրուցենք, կտեսնենք, թե ինչ կարող է նշանակել մի սպանիր այսօր մեզ համար։ Նախ պետք է նշենք, որ մեր եկեղեցու եւ եկեղեցու հայրերի եւ եկեղեցու աստվածաբանության մեջ եւ ոչ միայն մեր, այլ նաեւ ուղղափառ եւ կաթոլիկ եւ ավանդական բողոքական եկեղեցու ըմբռնման մեջ պաշտպանվելը սուրբ պարտականություն է, չէ՞։ Երբ որ զինվորականը գնում է բանակ եւ պատերազմ է, այնտեղ փաստորեն պարզվում է, որ չսպանել հնարավոր չէ, հանցանք է։ Երբ որ դու պաշտպանվում ես, ուրեմն այստեղ շատ երկար կարող ենք խոսել նրա մասին, թե կա արդյոք արդար պատերազմ, թե ոչ, բայց այստեղ միտվածության մասին է խոսքը։ Ես միտված, չարից դրդված գնացի սպանության
թե պաշտպանում եմ իմ սրբությունները, արժեքները, տունը, օջախը, հայրենիքը, այն բաները, որոնք կյանքից վեր են, հա։ Այսինքն ես ոչ թե միտումնավոր չարություն եմ անում, այլ պաշտպանում եմ սրբություն։ Ուրեմն սա պետք է տարբերել։ Որն է այն դրդապատճառը, որով ես գնացի այդ արարքին։ Եթե մենք խոսում ենք պատերազմի մասին, կամ եթե խոսում ենք նաև պատիժների մասին, տեսնում ենք, որ հենց հին կտակարանում, եթե դա այդպես մենք չընդունենք, ինչպես ասացինք, որ կան արժեքներ, որոնց համար պետք է պայքարել, կտեսնենք, որ հակասություններ կան, չէ, որովհետև նույն հին կտակարանում կան մահապատիժներ, կան պատերազմներ, որտեղ որ պետք է պաշտպանվի սրբությունը։ Իհարկե այդ պաշտպանելը, սրբություն պաշտպանելը կարելի է տարբեր ձևերով մեկնաբանել, եւ մարդկային ֆանտազիան այդ ոլորտում ցավոք սրտի անսահման է, հատկապես երբ որ ցավոք մենք չարի բանալու ներքո ենք աշխատում, բայց ուրեմն պետք է զանազանել եւ հասկանալ, որ այստեղ խոսքը գնում է այն սպանության մասին, որի պատճառը ուրեմն չարությունն է, հա, կյանքի հանդեպ անարգանքն է, կյանքը ոչ թե իբրև աստվածային շնորհ հասկանալն է, այլ այն արժեզրկելն է, հա։ Ուրեմն այս մոտեցումով պետք է հասկանանք 6-րդ պատվիրանը։ Բայց ինչ է կյանքը, հա։ Մեզ համար, քրիստոնյաներիս համար, դա աստվածային պարգև է, շնորհ է, որին պետք է շնորհակալությամբ վերաբերվենք։ Իհարկե մենք չենք կարող պարտադրել, չէ, որ բոլոր մարդիկ այդպես ըմբռնեն կյանքը։ Իրենց գործն է մեզ համար, քրիստոնյաներիս համար, հայ առաքելական քրիստոնյաների համար կյանքը աստվածային շնորհ է, եւ ուրեմն նաև Աստծո սիրո արտահայտություն մեզ համար, եւ մեր վերաբերմունքը ըստ այդմ պետք է ուրեմն կառուցվի։ Եվ այստեղ պետք է մտածենք, որ Աստված կյանքը ոչ միայն մարդուն է տվել, շնորհել, այլ նաև բնությանը, կենդանիներին։ Եվ մենք Տեր եւ տիրակալ, երբ որ կարգվեցինք, տիրել, տիրություն անել, հա, հոգ տանել, հոգատարություն, այս անկյունից պետք է դիտենք եւ նույն այդ սրբության զգացմունքով վերաբերվենք նաև բնությանը, նաև կենդանիներին եւ փորձենք այդպես մոտենալ յուրաքանչյուր կենդանի արարածին։ Իհարկե այստեղ էլ շատ խնդիրներ կան։ Մենք այսօր կենդանիներին համարյա թե մարդացրել ենք, հա, շունիկների, փիսիկների համար, տնիկներ ենք պատրաստում, հագուստ ենք կարում, բժիշկներ կան եւ այլն, բայց իրականում մոռանում ենք, որ կենդանիները տրված են ի ծառայություն մարդու, հա։ Սա չի նշանակում, որ մենք պետք է կենդանիների գոյությունը չարաշահենք, բայց նաև չմոռանանք տարբերությունը։ Օրինակ, ինչու եմ սա ասում, վերջերս հենց ինձ հարցրեցին, արդյոք հիվանդ կենդանուն շուն լինի, կատու լինի, երբ որ պետք է քնացնել, դա արդյոք մեղք է թե ոչ։ Իհարկե դա մեղք չէ, որովհետև նորից մենք ոչ թե չար դրդումով վնաս պատճառելու ցանկությունով չենք դա անում, այլ ուզում ենք գթալ եւ ազատել կենդանուն իր տանջանքներից, չարչարանքներից։ Միևնույն ժամանակ մենք պետք է ուշադիր լինենք, սակայն նաև բնության հանդեպ, հա, երբ որ մեր պատասխանատվության պատճառով վնաս ենք հասցնում բնությանը, վնաս ենք հասցնում կենդանիներին, ուր մնաց վնաս հասցնել մարդուն, հա, որը նույն Աստծո պատկերն է, ինչպես եւ մենք։
Ուրեմն տեսնում եք ինչքան ծավալուն է եւ այստեղ կարելի է շատ ու շատ բաների մասին խոսել, սկսած այդ ցավալի աբորտներից, թե ինչ է դա, իհարկե սպանություն, բայց որ դեպքերում կարելի է թույլ տալ կամ կարելի է թողնել, որ մայրը ինքը որոշի իր որոշման, ուրեմն ընթացքից հետևանքները ինչպես պետք է եկեղեցին խնամք տանի դրան, եւ հասնելով մինչև էվտանազիան, երբ որ մարդիկ չարչարվում են, տանջանքների մեջ են, ցավերի մեջ են, ինչպես է Գերմանիայում ի դեպ ընդունված է էվթանազիան։ իհարկե ոչ, արգելված է էվտանազիան իր բոլոր տեսակներով, եւ կարծում եմ, որ սա ճիշտ է, որովհետև մենք իրավունք չունենք այդ աստվածային շնորհը, որ մենք չենք տվել, ուղղակի դադարեցնել։ Բայց այստեղ շատ այսպիսի մի կարևոր բան կա։ Մենք միևնույն ժամանակ գիտությունը այնքան է զարգացել, որ մենք կարող ենք մարդկանց, այդ վիճակում գտնվող մարդկանց ցավազրկել, հաշվի առնելով կամ նկատի ունենալով, որ այդ ցավազրկող դեղերի միջոցով նաև նրա կյանքն է կարճանում, հա։ Սա բայց դրդապատճառը նորից ոչ թե մարդուն սպանելն է, կյանքը վերցնելն է, այլ դրդապատճառը իր ցավերին վերջ տալն է։ Այսինքն ակտիվ էվտանազիան մարդասպանությունը, եւ դա ընդունելի չէ, եւ դա նաև այստեղ եվրոպական շատ պետություններում, որտեղ որ մարդու արժանապատվությունը բարձր, ոչ միայն բարձր, այլ առաջի տեղում է, եւ ինչպես որ պետք է լինի, արգելված է ակտիվ էվտանազիան։ Իհարկե ոչ քրիստոնեական փիլիսոփաներ, բարոյագետներ եւ այլն կարող են տարբեր արգումենտներ բերել, սակայն պետական մակարդակով այստեղ գոնե Գերմանիայում դա արգելված է, ինչպես նաև արգելված է աբորտը, ուրեմն առաջի 2-3 շաբաթներից հետո։ Շատ դժվար, Եթե բժշկական ցուցում չկա։ Եթե բժշկական ցուցում չկա, եւ այդտեղ էլ Գերմանիայի փորձը մի քիչ ուրիշ է, հա, այդ նացիոնալ սոցիալիզմի հետքերը մինչև այսօր գործում են, եւ դա բերում է նրան, օրինակ, երբ որ կներեք, արհեստական բեղմնավորման ժամանակ պրենատալ դիագնոստիկա կա եւ պրեիմպլանտացիոն դիագնոստիկա կա, որի ընթացքին կարող են հայտնաբերվել այս կամ այն խնդիրները, գենետիկ խնդիրներ, առողջական եւ այլն, այդտեղ սելեկցիա անելը արգելված է, հա, որովհետեւ դու չես կարող ասել, որ այս մարդը հիվանդ է, ես իրեն իրավունք չեմ տալիս ապրելու եւ ոչնչացնում եմ, կամ այս Մի րոպե, Գերմանիայի նման երկրում, այո, որ Գերմանիան հայտնի է եղել, երբ որ երեխաները ծնվել են արատներով, իրենք այդ երեխաներին ապրելու, այսպես ասեմ, կոպիտ չհնչի, իրավունք չեն տվել։ այո, եւ դա այդ հետևանքները նրանք են, որ մարդիկ հասկացան, որ դա ահռելի մեծ սխալ եւ մեղք է, եւ չի կարելի նման բան անել, դա սելեկցիա է, ֆաշիզմ է, ինչ անվանում ուզում եք դրեք, եւ գիտեք, մեր օրինակ հասարակության մեջ, նաև Հայաստանում հատկապես կոմունիստական ժամանակաշրջաններում եւ վերջերս էլ մինչեւ մի քանի տարի առաջ խոսում ենք, չէ, սեռի կախված այդ աբորտների մասին, եւ շատ զարմանալի էր, երբ որ ծնողները, եւ ես դիտմամբ ծնողներ եմ ասում, որովհետեւ հաճախ մարդիկ փորձում են դա միայն մոր վրա գցել, հա, եւ ասել մայրը այսպես որոշեց, բայց դա երկու ծնողների եւ անգամ ամբողջ ընտանիքի որոշում է, եւ կանայք այդտեղ պաշտպանված լինելու կարիք ունեն, եւ այստեղ ես պետք է ասեմ, որ նաեւ մեր եկեղեցին շատ անելիք ունի կանանց այդ վիճակում եւ ընտանիքին, բայց նախ եւ առաջ երեխաներին, այդ չծնված երեխաներին
օգնելու, պաշտպանելու առաքելության մեջ։ Երբ որ մենք կարծում ենք, թե լավ, դա սերմա դեռ չի ծնվել, դեռ չգիտենք ով է, ինչ անուն չունի, տղա չի, ուրեմն մեզ պետք չի դա, հա։ Սա սարսափելի մոտեցում է, որը պետք է արմատախիլ անել եւ զարմանում եմ ես ուղղակի, երբ որ տեսնում եմ ընտանիքներ, որտեղ որ թե մայրը, թե հայրը ասում են, մեր ամբողջ կյանքը երեխաներին ենք նվիրում, բայց 16 աբորտ է արել, հա, դա սպանություն է։ Իհարկե, այստեղ էլ պետք է շատ ու շատ լուրջ եւ խորը մոտեցում լինի, հատկապես նկատի առնելով կնոջ հոգեբանական վիճակը հայտարարքից հետո։ Բայց միայն կինը չէ այստեղ, նաև տղամարդն է պատասխանատվության կանչված եւ նրա հետ նույնպես պետք է աշխատել, բայց նաև բժիշկները, որոնք դա անում են, հա։ Ես առիթ եմ ունեցել մի քանի բժիշկների հետ խոսել, որոնք ստիպված էին այստեղ Գերմանիայում ստիպված էին առողջական այս կամ այն պատճառներով աբորտ անել եւ իրենք պատմում էին, թե ինչ ծանր հոգեկան վիճակում էին շատ երկար ժամանակ դրանից հետո, ինչպես էին հետ գալիս, երբ որ այդ փոքրիկ թաթիկները, տոտիկները պետք է կտրատեին, մասնատեին եւ հանեին արգանդից։ Եվ գիտեք, մենք նորից ինչպես ենք վերաբերվում կյանքին, երբ որ սերմը եւ ծվաբջիջը միանում են, այդտեղից մի process է սկսում, որից հետո ավելի լուրջ process չկա, դա ուղղակի շարունակվում է, զարգանում է եւ մարդը նախ եւ առաջ նոր արգանդում, հետո արդեն արգանդից դուրս այդ զարգացման ընթացքով, այսինքն այդտեղից կյանքը սկսվում է եւ հատկապես այդ խոցելի վիճակում կյանքը պետք է պաշտպանված լինի եւ մենք բոլորս թե ծնողները, թե ընտանիքը, թե եկեղեցին, թե պետությունը, թե բժշկությունը պետք է շատ ուշադիր լինենք եւ պաշտպանենք կյանքը հատկապես այդ պարագային, երբ որ նա խոցելի է, ինչպես որ մենք շատ նորմալ մեր նորածին երեխաներին ենք պաշտպանում։ Իհարկե կան բժշկական շատ խնդիրներ, երբ որ ասենք հարց է տրված մայրը թե զավակը, ոչ մեկին Այո, չեմ կամում այդպիսի որոշման առջև կանգնել եւ իհարկե ուրիշ խնդիրներ էլ կան, դուք ասեցիք գենետիկայի մասին, գենետիկ խնդիրները հիմա արդեն կարելի է ախտորոշել եւ ինչ հիվանդություններով կամ ինչ ախտանիշով կծնվեն։ Չգիտեմ բժիշկները հիմա ինչ Հայաստանի մասին է խոսքը, բայց եղել են դեպքեր, երբ զգուշացրել են, որ երեխան այս ինչ խնդրով է ծնվելու եւ ծնողները պետք է որոշեն, ընդհատեն հղիությունը, թե այդ երեխան ծնվի։ նայեք Եվ կան դեպքեր, Գերմանիայում երբ մայրը նույնիսկ չի որոշել, այլ հայրն է որոշել, որ պետք է այդ երեխան ապրի, ու ինքը ամբողջ կյանքում իր վրա է վերցրել այդ երեխայի խնամքը։ Բայց նաև անձնական փորձից եմ ասում, ծնարանում շատ դեպքեր են լինում, եւ հայրը հրաժարվում է երեխայից, եւ այդ կանայք էլ հրաժարվում են իրենց երեխաներից։ Թե հետո ուշքի են գալիս, թե ոչ, դա այլ հարց է, բայց օրինակ սեռի հետ կապված, երբ որ դուք ասում եք, երբ երեխան ծնվում է իրենց ոչ ուզած տղա, ասենք, աղջիկ, դեպքեր են լինում, շատ դեպքեր, ուղղակի դա արդեն ծննդատնից դուրս չի գալիս, որևիցե ձև այդ հարցը լուծվում է, ցավոք սրտի լինում են դեպքեր, որ ծնողը չի վերադառնում։ Այո, դրանք սարսափելի բաներ են, իրականություններ են եւ դա ազդում է մարդու հոգեբանության հետ շատ խորը, կարելի է մի քանի այսպիսի հաղորդում անել սրա մասին, բայց սա պետք է արգելված լինի բոլոր առումներով, որովհետեւ դա ֆաշիզմ է, ուրիշ ձև չես կարող անվանել դրան, հա, խտրականություն դնել Տեր հայր, մի բան կարելի է նշեմ, մենք երևի ընդհանուր առմամբ նաև սխալ ենք ապրում։
քանի որ զարգացել է բժշկությունը եւ տեխնոլոգիաները եւ անցած անգամ էլ ասացի, որ ես ինքս չեմ ընդունում փոխնակ մայրությունը, որովհետեւ այդ փոխնակ մայրը ի վերջո 9 ամիս հոգի է տալիս, դա երեխային սկսում է Այո, սիրել։ Առաջինը դա է, շատ բաներ կա մենք։ ստացողությունը, որը սրբություն է մեզ համար, Հա։ մենք Հիմա հիմա ասածս ինչ է, այլևս շատ չենք միջամտում Աստծո գործերին։ այո, Ու դրա պատճառով չէ, որ արատներով են երեխաները հիմա շատ։ պատճառները շատ տարբեր կարող են լինել, բայց մենք այն պահից սկսած, որ սկսում ենք Աստված կարծել մեզ, այդ պահից նաև մեր պատասխանատվությունն է հազարապատկվում, հա, եւ պետք է շատ ուշադիր լինենք, թե ինչ ենք անում եւ ինչու։ Դրա համար նորից Գերմանիան բերեմ, որ զարգացած երկրներից մեկն է աշխարհով մեկ, բայց նաև ոչ միայն տեխնիկապես, այլ նաև բարոյական առումով, հա, եւ շատ հարցերում շատ ավելի խորը զարգացած եւ մտածված նաև հոգեվոր իմաստով, քան այսօրվա մեր Հայաստանը։ Եվ այստեղ արգելված են շատ բաներ, որոնք տեխնիկապես հնարավոր են, արգելված են, որովհետև մարդիկ կյանքը շատ ավելի բարձր են դասում, դա սրբությունն է եւ այդպես են վերաբերվում, նաև նրանք, ովքեր որ ոչ թե քրիստոնեական, այլ զուտ հումանիտար մոտեցումներ ունեն եւ հումանիստական այդ մոտեցումներով նույնպես ապացուցում են եւ այստեղ Կանթի փիլիսոփայությունը մեր համար իբրև հայ քրիստոնյաներ Կանթի փիլիսոփայությունը ամբողջապես մենք չենք կարող ընդունել, կան խնդիրներ, բայց հիմնական մեզ համար նույնպես, հա, ուրեմն կյանքը սրբություն է եւ պետք է այդպես վերաբերվել կյանքին։ Այ Կանթի մասին ասեցիք Տեր Հայր, բայց շատերը երևի կամ մոռացել են կամ հաճախ չեն կարդում Աստվածաշունչը եւ Աստվածաշնչի պատվիրաններից առաջ գրված է եւ Աստված այս բոլոր խոսքերը խոսեց ասելով. Ես եմ Եհովան, քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից ծառայության տունից հանեցի եւ ես եգիպտական, այսպես ասած, առաջնահաղթյուրը նաև կարդամ, հա, եթե կարելի է, Կանտ ասեցիք, մենք իսկապես հոգեբանությունը նաև փիլիսոփայություն է եւ ուրեմն Եգիպտոսի մեռյալների 125-րդ գլխում գրքի հետաքրքիր է ոնց է այդ պատվիրանները ներկայացված հանգուցյալի առաջին պաշտոնական խոսքը։ Ես մարդկանց չարիք չեմ պատճառել, ես չեմ վնասել անասուններին, ես չեմ մեղսագործել ճշմարտության վայրում, ես վատ բան չեմ արել, իմ անունը չի քսվել սրբազան նավակի տիրոջ ականջին, ես չեմ սրբապղծել, ես թույլի վրա ձեռք չեմ բարձրացրել, ես գարշանք չեմ գործել աստվածների առջև, ես չեմ ճնշել ստրուկին իր տիրոջ մոտ եւ հիվանդության պատճառ չեմ դարձել։ Եվ մենք ստի մասն ենք գալիս հասնում, ասում է ես արցունքների պատճառ չեմ դարձել, ես չեմ սպանել, ես չեմ հրամայել սպանել, ես ոչ ոքի չեմ տանջել, ես չեմ պակասեցրել մթերքը տաճարներում, ես չեմ փչացրել հացը աստվածների, ես չեմ յուրացրել հացը մեռյալների, ես չեմ շնացել, ես չեմ զազրախոսել եւ այսպես եթե թույլ կտակ շարունակվում է այն պատվիրանները, որոնք մենք հետո հետագայում Աստվածաշնչի մեջ ենք գտնում։ Իհարկե որպես լրագրող մենք նաև միջազգային գրականություն ենք Տեր Հայր անցնում եւ իմ հիշողությամբ կարծես թե Եգիպտոսներից առաջ նաև շումերներն են այդ ամենի մասին խոսել եւ եթե մենք խոսում ենք Աստվածաշնչյան 5 կտակարանի պատվիրանների մասին, մենք կարող ենք ասել, որ մարդկության էվոլյուցիայի որոշակի նաև գրչության, գրականության մաս է, մարդկային օրենքների։ Մարդկային համատեղության, համատեղ կյանքի օրենքներ են, որոնք, այսինքն մարդասպանությունը աշխարհի որ ծայրում գնաք, ինչ
կրոն ասես վերցնեք կամ ապա կրոն մեկին վերցնեք, սպանությունը դա նորմալ երևույթ չէ, եւ հերքելի է եւ մերժելի եւ դատապարտելի։ Ուրեմն քրիստոնեության պարագայում նայեք, այստեղ ասում է մի սպանիր, նոր կտակարանը վերցնենք, Տեր Հիսուս Քրիստոս ասում է, եթե դու ատում ես քո դիմացինին, արդեն սպանում ես, սպանություն ես գործում, զարգացնում է, բարոյապես ավելի բարձր աստիճանի է դարձնում եւ ասում է, որ դրանք ամենացածր աստիճաններն են, որ քեզ դեռ մարդ են պահում, հա, որ դու կենդանի չդառնաս, շատ կոպիտ ասացի, բայց այդ կանոնները ամենացածր նիշերն են, իսկ քրիստոնեությունը քեզ ավելի վեր է բարձրացնում, ասում է քո թշնամու համար դու պետք է աղոթես, պետք է փորձես սիրել նրան, չպետք է ատես, հայհոյես եւ այլն։ Եվ այդ ատելությունը մենք ինչի համար ենք պայքարում ատելության դեմ, որովհետեւ ատելությունը նույն սպանությունն է։ Երբ որ դու ատում ես մարդուն, երբ որ դառը խոսքեր ես ասում, վիրավորական այնպիսի խոսքեր, որ մարդ հոգեպես սպանվում է, երբ որ ծնողները իրենց զավակներին կարծում են, թե ճիշտ դաստիարակում են եւ անընդհատ պատժում են, անընդհատ էս ինչը չստացվեց, էս չես կարող անել, այն չես, սպանում են այդ մարդու մեջ իր այն ներքին ուժը, որով ինքը պետք է զարգանա։ Շատ հաճախ մենք չենք անդրադառնում, մեր խոսքերով սպանում ենք մեր ծնողներին, մեր ծնողները սպանում են մեզ, հա, այսինքն նաև այսպես եթե հասկանանք այս պատվիրանը, սպանելը թույլ չտալ, որ ինչ-որ մի բան առաջ գնա։ Նաև ուսուցիչները, երբ որ աշակերտներին թույլ չեն տալիս, որ իրենց կարծիքն արտահայտեն, զարգանան, մտքերը շարունակեն, նաև դա է սպանություն, հա, երբ որ մենք ունենում ենք մարդիկ, որոնք գաղափարներով գալիս են եւ այդ գաղափարները պետք է բարեփոխեն, բարելավեն մեր կյանքը եւ մենք արգելք ենք դնում, սպանում ենք այդ գաղափարները, դա էլ է սպանություն։ Շատ իմաստուն մեկնաբանություններ, որովհետև փաստորեն այդպես նոր ծակած սերն էլ ծնողների կոնֆլիկտների մեջ երեխաների նկատմամբ լինում է, որ սպանում են նոր ծակած սերը եւ դեպքեր են լինում եւ երեխաները այդ երևի ուրիշ թեմա է, բայց գնում են ինքնասպանության հատկապես որոշակի տարիքում։ Այո, մի սպանիր, ինքը ինչպես սկզբում ասացինք, շատ լայն ուրեմն լայն կարելի է մեկնաբանել, տարածել այդ պատվիրանի իմաստը մեր կյանքի տարբեր մոտեցումները արտահայտելով, բայց նորից վերադառնանք սկզբին եւ ասենք, որ սա կյանքի ապրելու, ստեղծագործելու այդ աստվածային շնորհի հանդեպ մեր վերաբերմունքն է։ Ուրեմն մի սպանիր նշանակում է արժևորիր կյանք, արժևորիր այդ շնորհը, հա։ Եվ դիմացինին նաև։ Թե քո կյանքը եւ քո դիմացինի կյանքը զարգանա Աստծո կամքով։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ նաև օրինակի համար ասում են մահապատիժը, հա, ինչու էր առաջ պետք է նորից մտցնենք եւ այլն։ Ոչ, մենք զարգացել ենք, մարդկությունը զարգացել է, նաև բարոյապես է զարգացել եւ այն ինչ որ առաջ անհրաժեշտություն էր, հա, այսօր մենք հասկանում ենք, որ դա անհրաժեշտ չէ, անպայման չի մարդուն սպանել, կարելի է ծմա օրինակի համար ազատ ազրկել, ինչպես դա արևմուտքում է արվում, եւ այդ ծմա ազատ ազրկությունը հավատացեք սպանությունից ավելի դաժան է։ Շատ ավելի դաժան է, չեմ պատկերացնում, Աստված հեռու պահի այդ ամեն ինչից։ Մարդ եւ Երբ ազատությունը, հա, ամենամեծ սրբություններից մեկն է, երբ որ այդ ազատությունը վերցնում ես, անգամ 1 ամսով, անգամ 1 տարով, արդեն մարդուն կարելի ասել հոգեպես սպանում ես։ Եվ հատկապես այստեղ եւ այսօր պետք է նաեւ խոսենք նրա մասին, որ երբ որ մենք մեր բանտերում ունենում ենք մարդկանց, որոնք
անարդար կերպով կալանավորված են, չունեն դատավճիռ, չունեն մեղադրանքներ կամ այդ մեղադրանքները շինծու են, նույն սպանությունն է, ոչ մի բանով չի տարբերվում։ Եվ իհարկե ամեն մեկը իր պատասխանատվության աստիճանի համաձայն, բայց հատկապես ղեկավար մարմինները, որոնց հրամաններով պատերազմներ են սկսվում, որոնց հրամաններով մարդիկ են ուրեմն զրկվում կյանքից, հա, նրանց Տնից, տեղից, հիմա տեղից ամենուրեք, այո, մեզ մոտ պատերազմները մարդկային կյանքեր են խեղում։ դրանք սարսափելի մեղքեր են։ Ուրիշ հարցը, թե ինչպես պետք է աշխատել այդ մարդկանց հետ։ Նայեք, ինքնասպանության մասին չխոսեցինք, սա էլ է սարսափելի մեղք, հա։ Ինչ է ինքնասպանությունը? Անհուսություն, որ դու ոչ մի բանի վրա այլևս հույս չունես, չես արժևորում կյանքը, իսկ քրիստոնյան ոնց կարող է անհույս լինել։ Քրիստոս, Աստված է մեր հույսը, հա։ Եվ այդ Աստծո մեզ տված նվերը, շնորհը մենք պետք է պահենք, գուրգուրենք եւ ուրեմն մեր մոտեցումը կյանքին այդ շնորհին պետք է համապատասխան լինի։ Բայց նաև մարդկանց հետ, որոնք մտքեր ունեն ինքնասպանության, մարդկանց հետ, որոնք ընտանեկան խնդիրներ ունեն եւ չգիտեն այդ երեխան պիտի ծնվի թե չպիտի ծնվի, մարդկանց հետ, որոնք կոնֆլիկտների մեջ են եւ մտածում են դաժան հանցագործության գնալ, պետք է խոսել եւ աշխատել, կանխարգելելու համար այդ ամբողջը։ Եվ այստեղ թե հոգեբանությունը անելիք ունի, հա, այսինքն նաև պետական մակարդակով, եւ թե մեր եկեղեցին, օրինակ արևմտյան թե արևելյան եկեղեցիներում կաթոլիկ եւ ուղղափառ այդ անձնական խոստովանությունը բարձր ուրեմն գիտակցության մեջ մարդկանց բարձր տեղ ունի։ Մեզ մոտ հիմնականում տարածված ընդհանրական խոստովանությունը, կան նաև դեպքեր, երբ որ մարդիկ մոտենում են հոգևորականին իրենց անձնական խնդիրներով, բայց այդ անձնական խոստովանությունը շատ հաճախ օգնում է մարդկանց այդ կոնֆլիկտներից դուրս գալ եւ փոխել իրենց վերաբերմունքը եւ գտնել պատասխաններ, գտնել ուժ այո ասել կյանքին, այսպես ասած, այո ասել կյանքին նաև Տեր էվտանազիայի հայր, ժամանակ։ մարդիկ էլ կարող են օգնել նման մարդկանց, վառ օրինակ Հայաստանի մասին եմ խոսում, մեր կամուրջները դարձել են ինքնասպանության ինչ-որ բաներ։ Նույնը ես Ամերիկայում տեսա, Սան Ֆրանցիսկոյի այդ հայտնի ոսկե կամուրջը, որ կա, դարպասները ոսկե, այնտեղ ուրեմն ցանց էին դրել։ Իսկ այստեղ իմ կոլեգա լրագրողը փրկել է հղի կնոջը, որը ինքնասպանություն էր ուզում գործել, որովհետև իր ամուսինը իրանից հրաժարվել էր։ Ինչպիսի պատճառներ կան նման քայլերի, մարդկանց հիմնականում անհուսությունն է, հա, Այո։ հատությունը, դրանք Իմ ասածս ավարտեմ, Տեր հայր, նոր այդ կինը ինքը մի քանի ամիս գրեթե պահել է այդ աղջկան։ Ու շատ հիմա քիչ է նման դեպքերը լինում, մարդիկ էգոիզմով ոնց որ տառապեն եւ ուրիշին կարեկցանքի ձեռք չեն մեկնում, որովհետեւ չեն ուզում գլխացավ ունենալ։ Այո, դա ցավոք սրտի մարդկային երևույթ է, դա միայն մեզ մոտ չի նկատվում, բոլոր տեղերում կա նման բան, բայց համենայն դեպս պետք է իմանանք, որ կա եկեղեցի, կա Աստված, եւ հատկապես Աստված մեզ երբեք մենակ չի թողնում։ Աստված է, որ մեզ կյանք է տալիս, Աստված է, որ մեզ իր միածին որդուն ուղարկեց, որպեսզի նա խաչվի, թաղվի, բայց հարություն առնի, որպեսզի կյանքը հաղթի եւ մարդու համար գերեզմանը դագաղը չլինի վերջնակետ, այլ շարունակություն դեպի կյանք։ Այդ
Աստծո զավակներն ենք մենք։ Ուրեմն եթե մենք սա իմանանք եւ հասկանանք եւ ընդունենք, մեր վերաբերմունքը շատ հարցերում կփոխվի եւ կհասկանանք նաեւ մեր առօրյա կյանքում, որ մեր ամեն մի արարք չի անցնում անհետևանք եւ գնում, այլ մենք ամեն ինչի համար պատասխան ենք տալու եւ գիտեք, շատ հետաքրքիր մի բան կա, երբ որ ես մի քանի աշխատանք եմ գրել Եվտանազիայի մասին, բարի մահ, հա, եթե թարգմանաբար հունարենից ասենք, մենք միշտ մեր եկեղեցում աղոթում ենք այդ բարի ավարտի համար, որ Աստված հատկապես հոգեհանգստի ժամանակ, թաղման արարողություններին, բայց նաև մեր առօրյա աղոթքներում ասում ենք, որ արժանի անի մեզ դասվել այն սուրբերին, որոնք լույսերի մեջ են հանգչում։ Բարի մահով մահանանք, որպեսզի վերածնվենք Քրիստոսի հարությամբ դեպի հավիտենականություն, հավիտենական կյանքի համար։ Ուրեմն այս առումով նաև այդ բարի մահը ո՞րն է, երբ որ սրա մասին շատ երկար կարող ենք խոսել, հա, մահամերձ հիվանդի հանդեպ մեր վերաբերմունքը։ Օրինակ մենք ցավոք սրտի կամ ինձ հայտնի չի, որ մենք ունենանք պալիատիվ լուրջ կենտրոններ մեծերի երեխաների, որոնք եկեղեցու կողմից են ստեղծվել, այստեղ դա այդպես է, եկեղեցին շատ մեծ աշխատանք է տանում այդ ուղղությամբ եւ ֆինանսավորվում է, սակայն պետության կողմից այդ աշխատանքը եւ ուրեմն այստեղ տեսնում ենք պետություն եկեղեցի համագործակցությունը Եվրոպայում, հա, Եվրոպայի սրտում, Գերմանիայում եւ մարդիկ հասկացել են, որ շատ ավելի կարևոր է այդ մահացող մարդուն ոչ թե այն ամենը, ինչ որ չես արել իր կյանքի ընթացքին բերես այդ վերջի մի ժամվա ընթացքում անես, այլ ուղղակի նրա կողքին լինես, ձեռքը բռնես, միասին աղոթեք, միգուցե վերհիշեք լավ օրերը, միգուցե Սուրբ Գրքից երկու նախադասություն կարդաք եւ ահա այդ երանության մեջ, հա, հրաժեշտակ։ Իմ անձնական փորձից մի այսպիսի դեպք կար, որ տարեց կին էր 93 տարեկան եւ հիվանդանոցում արդեն պարկած էր եւ երկար ժամանակ չէր կարողանում մահանալ եւ զավակները ինձ կանչեցին, զավակներն էլ արդեն բավականին մեծ մարդիկ են։ Տեր հայր, ասում եմ, մայրիկը վախենում է մեռնելուց։ Եվ ես գնացի, իր ձեռքը բռնեցի, խոսում էինք, զրուցում ենք այն մասին, թե ինչպես են եկեղեցու հայրերը նաև դրախտը նկարագրում, որ այնտեղ ուրախությունը, ցնծությունը, Աստծո ներկայությունը, հրեշտակներն են, սուրբերն են։ Եվ ինձ հարցրեց, ասում է, իսկ ինչպես է լինում մեռնելը։ Ասացի, գիտեք, դա բոլորիս համար պրեմիերա է, չեմ կարող ձեզ ասել, բայց վստահ եղեք, որ Աստված նաև այդ պահին ձեզ հետ է լինելու։ Եվ իր դեմքին այսպես ժպիտ եկավ եւ իր ձեռքը իմ ձեռքերի մեջ էր եւ աչքերը փակեց եւ խաղաղությամբ հոգին հանձնեց Աստծուն։ Այսինքն շատ հաճախ մեր վերաբերմունքը այդ կյանքի նկատմամբ նաև այդ պահերին է երևելի դառնում եւ մենք իբրև հավատացյալ քրիստոնյաներ մոտենանք այս պատվիրանին լրջությամբ, հասկանանք եւ ընդունենք կյանքը իբրև աստվածային մի շնորհ, որ Աստված տալիս է եւ Աստված վերցնում, իսկ մենք մեր հոգատարությամբ պետք է գուրգուրենք այդ շնորհը եւ ոչ միայն մեր համար, այլ նաեւ մեր մտերիմների համար եւ դրանով իսկ մեր շնորհակալությունը արտահայտած կլինենք Աստծուն եւ դրանով իսկ եւս մեկ անգամ կվերգտնենք այդ երջանկության բանալին միասին ուրախ եւ խաղաղ ապրելու եւ շնորհակալ լինելու ամեն ինչի համար, որ Աստված մեզ տալիս է։ Ասելիքին, եթե թույլ կտաք, էլի տատիկիս մասին պատմեմ, այս անգամ հաղորդմանը տատիկի մասին չասացի։
Եվ դուք որ ասում էիք, դրանից ելնելով եմ ուզում պատմեմ, ինքը միշտ ասում էր 3 օր պարկեմ մահանալուց առաջ։ Ասում եմ տատիկ ջան, բայց ինչի, հենա քնես չհելնես էլի, որ չզգաս։ Չէ, 3 օր։ Ոնց պլանավորել էր, շատ հետաքրքիր է։ Այդպես էլ եղավ ու ինքը սպասում էր իր տղային տեսնել կամ զանգին եւ ասում էի ինչի ես 3 օր ուզում, ինքը ասում էր որ բոլորին հասցնեմ ստեսություն անել, իր հարազատներին ու առաջին հերթին իր երեխաներին։ Եվ մինչև իր տղան չզանգեց, արտերկրում էր, մենք դրեցինք հեռախոս իր ականջին, այ ոնց դուք ասում եք, չէ, որ խոսեցիք, այդպես խոսեցին եւ տատիկս խաղաղվեց։ Հետաքրքիրն այն է, որ միշտ մտքիս է եղել, որ միշտ պետքա պլանավորել ինչպես ես դու գնալու, ցավերի մեջ ես գնալու, թե ոնց, բայց դա էլ դու չես ընտրում, որովհետև լինում են հիվանդություններ, երբ որ ամեն օր ասում ես, որ ապրելը ավելի դժվար է, քան թե մեռնելը, ու չգիտեմ էվտանազիայի հարցը ոնց է, մի ժամանակ ուրիշ ձև էի մտածում, հիմա ուրիշ ձև եմ մտածում եւ համամիտ եմ ձեր հետ, որ աշխարհում կան ցավազրկող որևիցե միջոցներ, որոնք ցավոք սրտի Հայաստանում չեն օգտագործում։ Եվ կուզենայի, որ մեր բժշկությունն էլ նման ձևով օրինակ զարգանար, հարկապես երբ որ մենք սովորում էինք եւ օրինակ հերացու գրվածները հետո հետագայում ավիցենայի, պարզվում է մենք կարող ենք նույնիսկ բնական միջոցներով, այդպիսի հետագայում օգտագործվել է ֆարմացևտիկայում, մարդուն հանգստացնել։ Շնորհակալություն Տեր Հայր, էլի նորից իմաստացանք, շատ բան մտորեցինք ու մի քիչ էլ փիլիսոփայեցինք։ Հուսով եմ այս անգամ էլ մեր դիտողները էլի ուրեմն նամակներ կգրեն, եթե նույնիսկ տակի մեկնաբանությունները չլինեն, չնայած ավելի են շատացել դիտողները եւ մեկնաբանողները, Տեր Հայր, ինձ փոխանցելու բան ձեզ ասացին, խնդրել են, ասացին, որ իսկապես այս հաղորդումները, այն էլ այս իրավիճակում, Հայաստանի իրավիճակում, շատ կարևոր են։ Ձեզ անձամբ շնորհակալություն հայտնեմ, որ լսելուց հետո իրենք խաղաղվում են ձեր հանգիստ տոնը, ձեր ճիշտ մատուցումը եւ կհանդիպենք մյուս պատվիրանի հետ կապված։ Շնորհակալություն Աստված օրհնի բոլորիդ, Նարինե, շնորհակալություն նաև ձեզ, այդ անձնական նոտաները շատ կարևոր են եւ բոլորիդ մաղթում եմ, որ ձեր կյանքը արժևորեք, սրբությամբ վերաբերվեք նրան եւ Աստված բոլորիդ երկար կյանք բարգեւի այս աշխարհում։ Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալություն, ստեսություն։